Դատական ստանալու բացված, դատական ցանկացած գործը, որը վերաբերում է քրեական հայցին, ըստմաստանում մեղադրանքի Երևանի ընդդեմ Սաշվարուլետի Սուրբյասյանի Հայաստանի Հանրապետության քրեական նիստի 54 հոդվածի առաջին մասով։ Դատական նիստերի փակուած զեկուցել դատական նիստի ներկայացած եւ չներկայացած անձանց վերաբերյալ։ Դատական նիստի ներկայացել է Տուժող Էրիկ Երեմյանը, դատական նիստի ներկայացել Պարսակցյանուցված Զավաթի Սուքեսյանը։ Դատան արձանում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նիստի 454 հոդվածի համաձայն մասնավոր մեղադրանքի գործերով նախական դատadisումներն անցկացնում են նույն օրենսգրքի 45-րդ գլխով սահմանված իրավաբանների կիրառմամբ, հաշվի առնելով նաև սույն դրույթի իրավակարգավորումները։ Ըստ էության արձանագրվեց, որ մեղադրյալը անպատասխան հայցի հիմնավորած ձեռք է բերել դատավարական կարգավիճակ, պատշաճ անցկացնելով դատական նիստի բարի ժամանակին չի ներկայացել։ Պարոն ներկայացեք դուք ձեր Էրիկ Երեմյան դուք գտաք տեսաձայնագրեն դատական նիստում։ Մեղադրյալը չկա իր համաձայնությունը այս պահին իրական։ Դատիճը ներկալիներ նոր ենք համաձայնությունը հարցնելու։ Հիմա եթե չկա, դուք կարող լիազորված եք ինքնուրույն թույլատրելու կամ ամենս մի դատական նիստում դատական ձերեցություն են ցանկանում բացել եւ հասկանալ չներկանալ կապված են միջոցների ձեռնարկում։ Այդքանը պետք է։ Ոչինչ, այդ ամեն ինչը տեսանկարում։ Դատական նիստի նախագահ դատավորը տեսաձայնագրելու անհրաժեշտություն դատանը չի տեսնում։ Եթե այդ դեպքում եք ցանկանում, դատանի կազմի պետք չի տեսաձայնագրել։ Դե օրենքով թույլատրվում է։ Ձեզ տեսանկարահանեք։ Տեսանկարահանեք թե ձայնագրել։ Տեսանկարահանել։ Ձեզ կարող է տեսանկարահանել, դատանի կազմին անհրաժեշտություն չի տեսնում դատան։ Դե դեպքում այս անհրաժեշտ ես աղում եմ ես երևում։ Այո։ Երևան անձնասատու փաստաթղթեր ներկայացրեք։ Ներկայացնում նաև անձնասատու փաստաթուղթ Էրիկ Երեմյանի վերաբերյալ անհետացույց եւ մասնագիր վերադարձում են ցես։ Նաև հաստատվեց, որ մեղադրյալի կարգավիճակ ստացած անձը որպեսզի չի ներկայացել դատական նիստին Երևան։ Դասում են ձեր դիրքորոշումը կառուցել։ Նախ խնդրեի հստակեցնեք կամ տեղեկացնեք ինձ բանավոր միլիոն ուղարկվածի միջնորդությունը ստացել եք։ Ձեր կողմից ներկայացված մասնակցները բնօրինակ է ստացվել, մասնավորապես հուվարի 2020 թվականի հուվարի 5-ից ստացել է ձեր կողմից, նաև բնօրինակներն է ստացվել։ Շատ բարի է դեպքում, քանի որ փաստեցիք, որ մեղադրյալը պատշաճ ծանոթված է եւ անհարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին, այդ հիմքով, քանի որ մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է, քանի որ նաև վերջինս պետք է տապազողանունների կողմից իմ հասցեին հնչեցված իմ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքների հետ կապված, նաև այլ անձի կողմից ինչ-որ մի աղջկա կողմից ինձ անկարելու շանտաժի ենթարկել հետ կապված, հնարավոր է զանգը ուղղորդված լինի մեղադրյալ Զավաթի Սուքեսյանի կողմից, մի խոսքով ինչ եմ ուզում ասել, գործի համարյական նշանակություն ունեցող բազմաթիվ հանգամանքներ պարզաբանելու համար անհրաժեշտ է մեղադրյալի մասնակցությունը, ապահով է դատական նիստին եւ քանի որ մեղադրյալը պատշաճ ծանոթված լինելով չի ներկայացել անհարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին, ուստի դատարանին միջնորդում եմ կայացնել հարկադրաբար դատարան ներկայացնելու մասին որոշման կատարումը հանձնարարել ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին, քանի որ մեղադրյալ Զավաթի Սուքեսյանը ըստ էության հաշվառված է Տաշիր քաղաքում, նույն բեմա ենթարկելու որոշում կայացնել մի խոսքով եմ ուզում ասել, որպեսզի հաջորդ դատական նիստին ապահովի վերջինիս պատշաճ ներկայությունը դատական նիստին, նաև ցանկանում եմ դատարանին տեղեկացնել, որ ես դիմել եմ հանրային պաշտպանի դերասանին, որպեսզի սեն գործով ինձ տրամադրի դժոխից ներկայացուցիչ հանրային պաշտպան, կարծում եմ, որ հաջորդ դատական նիստին արդեն իսկ ապահովված կլինի հանրային պաշտպանի ներկայությունը, Մաթեոսյան Արամը լինելու, կխնդրեի դատական նիստի օրն ու ժամը նախապես համաձայնեցնել Արամ Մաթեոսյանի հետ, որպեսզի նրան նույնպես հարմար լինի։
Երինը իսկ ձեզ արդեն տեղեկացրել են ով է հանդիսանալու ձեր Որպես կանոն միշտ ինքն է լինում։ Որպես կանոն, այո։ Ենթադրվում է, որ ողջամտորեն ենթադրվում է, որ սույն գործով նույնպես մարտավարության ավանդներ լինելու։ Պարզ է ձեր քրոշը նստեք։ Դատանը արձանագրում է, որ Երինանի կողմից հայտնած տեղեկատվության համաձայն Լիբերալական պաշտպանի գրասենյակը որպեսզի գործողությունների ներկայացուցիչ դժուժի կարգավիճակ ունեցող անձի, սակայն դեռևս դատանը տեղեկատվություն չի ստացել, նաև Երևանը նպաստեց, որ դեռևս չի ստացել եւ որպես կանոն պարոն Մաթեոսյանն է ներգրավում, սակայն չունենք մենք տեղեկատվություն, դա առաջին հարցն է։ Երկրորդ հարցի վերաբերյալ դատան արձանագրում է, որ 30 դեկտեմբերի 2025 թվականին համապատասխան գրությամբ Մեղադրյալ Սաղաթել Սարգսյանին ուղարկվել է ծանոթությունը, նաև հաստվել դատական իստիպայի երջանկը, արկա է համապատասխան ստորագրություն, առայլ որ տրամադրված է, այսինքն անձը արձանագրել, որ պաշտած ամսված է դատական իստիպայի երջանկին չի նկատել, ուստի դատանը որոշում կիրառել դատավորական սանկցիա, հարկադարձ դատան ներկայացնելու մասին կայացնում է որոշում, որոշման կատարում է մասնապես Սաղաթել Սարգսյանի դատան ներկայացնելու վերաբերյալ կանանցնարարի ոստիկանության համապատասխան ստորագրման, այսինքն ոստիկանության տաշի դիվաժին, քանի որ բնակության հասցեն նշված է տաշի կանոնների երկրորդ համաս 24-1 տուն։ Մեջանվան դատանը որոշում է դատական ստետացել, սույն դեպքում Երևան դատան նպատակահարմար չի համարում կապ հաստատել ձեր արևելույթ հնարավոր շահերը ներկայացնող անձեր, քանի որ չունի տեղեկատվություն, որ պարոն Մաթեոսյանին է տրամադրված ձեր շահերի ներկայացնելու իրավասությունը, ուստի դատական ստեպը հետաձգվի, եթե պարոն Մաթեոսյանը ունենած անբարոյություն եւ իրականում վերջից կհանձնարարվի, դատանը հնարավորության դեպքում հաջորդի դատական նիստին անպայման հաշվի կառնի նշված հանգամանքը։ Վերօրինական պայմանավորված, քանի որ որոշում կայացվեց Մեղադրյալ Սաղաթել Սարգսյանի հարկադարձ դատան ներկայացնելու մասին, դատանը որոշում է դատական ստետացել, քանի որ ներկայացումը Մեղադրյալի դեպքում պատվավոր է, ուստի Երևանը նաև հաշվի առնենք, որ դիմել է քանի պաշտպանի գրասենյակ, քանի օր կպահանջվի այդ գործընթացի հետ կապված, որպեսզի այնպես չլինի, որ Մեղադրյալը ներկայացնեն դատան եւ ձեր դիմումի դեռևս չունենան։ Դատան, եթե նման իրավիճակ կառաջանա, ես չեմ առարկի, որպեսզի այդ դատական նիստը տեղ ունենա առանցին հանրային պաշտպանի մասնակցությամբ։ Այդ դեպքում դատանը նպատակահարմար է համարում նախ մեկ հարց ևս, քանի որ մեկ այլ գործի շրջանակներում է դատանին հայտնել, որ գալու է կապված որոշակի խնդիրներ ունենք ժամերի դատանը հաշվի կառնում, մենք հանդես խնդրում ենք փաստել, թե որ ժամերին է հնարավոր ձեր տրանսպորտը, որպեսզի գաք Սպիտակի նստավայր։ Տենց առավոտյան ժամը 10-ից 11 ընկա ժամանակահատված։ Մինչև կեսօր, այսինքն։ Այո, մինչև կեսօր։ Պարզ է։ Դատան այսօր որոշում է դատականի ստետացել, մենք նման ազատ գրաֆիկ ունենք 2026 թվականի հունվարի 26-ին։ Իշոր այդ ծանրաբեռնումային չունեք։ Այս բաժին չունեմ այլ։ Չունեք։ Այդ դեպքում դատանը որոշում է դատականի ստետացել եւ դերաշնակել 2026 թվականի հունվարի 26-ին ժամը 10:00-ին։ Դատականի ստարտանում է։ Հարգելի հետևորդներ, այսօր 2025 թվականի հունվարի 9-ն է, ես հիմա գտնվում եմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի դատարանի շենքի դիմաց, ինչպես արդեն տեսաք, քիչ առաջ հետաձգվեց Մեղադրյալ Սաղաթել Սարգսյանի գործով դատական նիստը, հիմա պարզաբանեմ, թե ինչ դատական գործ է սա, ուրեմն Ստեփանավան քաղաքի Ալին Mobile Electronics խանութի տնօրեն Սաղաթել Սարգսյանը իմ հասցեն հնչեցրել է հեռախոսով հնչեցրել է իմ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք, այդ կապակցությամբ ես քրեական հայց եմ ներկայացրել, մասնավոր մեղադրանքով քրեական հայց եմ ներկայացրել Մեղադրյալ Սաղաթել Սարգսյանի դեմ,
Եվ ինչպես արդեն տեսաք, դատական նիստերի դահլիճում ես զբաղեցնում էի դատախազի համար նախատեսված տեղը, քանի որ տվյալ դեպքում արդեն տուժողը ինքը հանդես է գալիս որպես մասնավոր մեղադրող, այսինքն իրականացնում է այն նույն գործառույթները տուժողը մասնավոր մեղադրանքով, ինչը որ իրականացնում է դատախազը։ Դրա համար է ես տեղ զբաղեցրել դատական նիստերի դահլիճում, դատախազի համար նախատեսված վայրում։ Ինչպես արդեն տեսաք, ես դատանին միջնորդեցի մեղադրյալ Սաղաթել Սուքասյանին հարկադրաբար ներկայացնել դատարան, այսինքն բերման ենթարկել դատարան եւ դատավոր Արմեն Շիրոյանը իրավացիորեն բավարարեց իմ այդ միջնորդությունը, նաեւ ցանկանում եմ տեղեկացնել, որ դատավոր Արմեն Շիրոյանը բավականին պարկեշտ եւ պատվախնդիր եւ արդարամիտ դատավոր է, մասնավորապես մեկ այլ գործով մի որոշ ժամանակ առաջ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազանին ես դատի էի տվել եւ դատավոր Արմեն Շիրոյանը ամբողջությամբ բավարարել է իմ բողոքը եւ դատավոր Արմեն Շիրոյանը իր զորեղ փաստարկներով ջախջախել է Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի եւ Լոռու մարզի դատախազության դատախազ Արտուշ Կարապետյանի առարկայազուրկ եւ չփաստարկված փաստարկները։ Եվ ես շատ ուրախ եմ, որ իմ քրեական հայցը քննվում է դատավոր Արմեն Շիրոյանի վարույթում, ակնկալում եմ, որ դատավոր Արմեն Շիրոյանը սույն դեպքում եւս կիրականացնի արդարադատություն եւ իմ քրեական հայցը կքննի արդարացի։ Այսքանը, սպասենք հաջորդ դատական նիստին, սույն գործով կայանալիք հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու 2026 թվականի հունվարի 26-ին առավոտյան ժամը 10-ին Սպիտակ քաղաքի դատարանում։ Այդ դատական նիստը նույնպես ես կտեսանկարահանեմ եւ կտեղադրեմ իմ YouTube-յան ալիքում։ Առայժմ այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։